Մայիսի 6-ին և նոյեմբերի 23-ին Վրաստանում նշում են երկրի ամենապատվավոր կրոնական տոներից մեկը՝ Սուրբ Գեորգի օրը կամ Գեորգոբան։ Սուրբ Գեորգին Աստվածամոր հետ միասին համարվում է Վրաստանի երկնային պահապանը և ամենասիրելի սուրբը Վրաստանում։ Սուրբ Գեորգի հաղթանակածը օձասպանը դարձել է վրացական ինքնության և ուղղափառ հավատքի անբաժանելի մասը։ Նրա պատկերն առկա է երկրի պետական գերբի վրա, իսկ վրացական պետական դրոշին պատկերված է Գևորգյան խաչը։ Ծմինդա Գեորգի արիս Ուդիդեսի ծմինդանի։ Սա էկլեսիաս, մարդմանի դեպեր էկլեսիաս ყავს ბევრი ծմինդանի։ მათ შორის არიან ისეთი ծմինդანები, რომლებიც უფრო აი მთელი მსოფლიო რომ იცნობს და იცის ვინ არის. გამორჩეულად ცნობილი ծմինդանები და ერთ-ერთი გამორჩეული ծմինդანი არის ծմինդա Դիդմոծամե Գեորգ. Գեորգին համարվում է անտեսանելի հոգևոր ուժերով օժտված զորավոր սուրբ։ Նրան են վերնագրում բազմաթիվ եկեղեցիներ, քարե մատուռներ և հնագույն։ Կա նաև մի պատմություն, թե Գեորգին եկել էր այս կողմերը Բիդաշվիլիների հետ, բայց սա այնքան էլ հաստատուն չէ, քանի որ Սուրբ Գեորգին ծնունդով Կապադոկիայից էր։ Սուրբ Գեորգին ռազմական ծառայության մեջ էր և ըստ պատմական աղբյուրների Մեփիքսի առջև եղել է առաջին քաջարի զինվորներից մեկը։ Նա մասնակցել է բազմաթիվ պատերազմների և հաղթանակներ է տարել, այդ պատճառով էլ համարվել է կարևոր ու ուղղափառ ռազմիկ։ Երբ սկսվեց քրիստոնյաների հալածանքների ծանր շրջանը, որը տեղի ուներ Դիոկլետիանոս կայսրի օրոք, նա հրամայում էր հալածել և տանջել քրիստոնյաներին, բանտարկել և սպանել նրանց։ Սուրբ Գեորգին հավատարիմ քրիստոնյա էր և չէր թաքցնում իր հավատը, երբ կայսրը իմացավ, որ նա քրիստոնյա է, հրամայեց ներկայացնել նրան։ Կայսրը պահանջեց նրանից հրաժարվել քրիստոնեությունից, սակայն Սուրբ Գեորգին առանց վարանելու մեժեց մեկնաբանելով, որ ոչ մի դեպքում չի դավաճանի իր հավատին։ Դրանով հարվածած ու զայրացած կայսրը հրամայեց բանտարկել Սուրբ Գեորգիին, նրան ենթարկեցին ձանձրագույն տանջանքներին։ Սուրբ Գեորգիին կապեցին սրածայր դանակներով և սղոցներով պատված անիվին։ Մաշկը կտրատած ոսկորները ճզմված Գեորգին մնաց կենդանի, սակայն այս տանջանքների միջև նա աղոթեց Աստծուն, խնդրելով ուժ ու օգնություն, և ըստ ավանդության հենց այդ պահին նա հրաշքով վերականգնվեց, լսեց երկնային ձայն Քրիստոսի խոսքը. «Լուր, Գեորգի, ես քեզ հետ եմ»։ Բորբլիս քեշ կակեթես լուրսնեբի, կինիս լուրսնեբի դա։ Ես բորբալի ռոտրիալև դա ծմինդա Գեորգիս թելիս խեուլի ամ լուրսնեբզե էգլիջեբոդա դա ստիոդա սիսխլեբի։ Դա რო չհացվեց կինիս չեքմեբի ադուղեբուլի ყոշ 28 նոյեմբերի արի դա კიდევ არის 6 մայիսի 6 мая это весной 2 раза. Сегодняшний день месяц день измучения. И 6 мая это уже он умер, предстал перед Богом. 6 мая. Сегодня, послезавтра день измучения Святого Георгия.